Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ մենք ավելի քան 20 ամիս սահմանին զոհ չունենք։ Սա պարզապես վիճակագրական տվյալ չէ, սա մարդկային կյանքերի փրկությունն է, մայրերի խաղաղ գիշերներ եւ մեր պետության կայունության կարևոր ցուցանիշ։ Սա քաղաքական կամքի, պատասխանատու կառավարման եւ խաղաղության օրակարգի արդյունք է։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է այցելել Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Սա պատմական այց էր։ Սա հստակ քաղաքական գնահատական էր Հայաստանի Հանրապետության աճող հեղինակությանը, ինչպես նաեւ հստակ քաղաքական ուղերձ էր։ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես արժանահավատ եւ կանխատեսելի գործընկեր։ Ամերիկյան տեխնոլոգիական խոշոր ընկերությունը պատրաստ է մինչև 4 միլիարդ դոլարի ներդրում իրականացնել Հայաստանում արհեստական բանականության գործարան հիմնելու նպատակով։ Սա նշանակում է աշխատատեղեր, բարձր վարձատրվող մասնագետներ, տեխնոլոգիական թռիչք։ Առաջին անգամ 65 տարին լրացրած քաղաքացիները ստանում են անվճար առողջապահական ապահովագրություն։ Սա պետության պատասխանատվությունն է իր ավագ սերնդի նկատմամբ։ Գրեթե ամեն օր դպրոց կամ մանկապարտեզ է բացվում, կառուցվում եւ հիմնանորոգվում են հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, հազարավոր կիլոմետր ճանապարհներ վերանորոգվում են, սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ կառուցվում են հազարավոր տներ։ Վերջին 5 տարիների ընթացքում միջին տնտեսական աճը կազմել է շուրջ 7.5%։ Սա պարզապես թիվ չէ, սա աշխատող տնտեսություն է, աճող հնարավորություններ են, բարձրացող եկամուտներ։ Ապրիլից կենսաթոշակները կբարձրանան 10,000 դրամով, պահպանելով նաև ետվճարի համակարգը, եւ յուրաքանչյուր տարի կենսաթոշակները կվերանայվեն գնաճին համապատասխան։ Սա սոցիալական պաշտպանության հստակ քաղաքականություն է։ Այսօր Հայաստանի քաղաքացին կարող է ազատ արտահայտել իր կամքը, առանց վախի, առանց բռնության, առանց ճնշման։ Մարդիկ զգում են ազատությունը, մարդիկ զգում են խաղաղության հաստատված արժեքը։ Եվ հենց այս առաջընթացի պայմաններում մեզ փորձում են փրկել։ Ումից են փրկում, ինչ վտանգից են փրկում, ինչու են փրկում։ Խոսում են ինքնության կորստից, բայց մեր ինքնությունը մեր պետությունն է։ Ազատ ինքնուրույն պետության հետ են համագործակցում։ Լիարժեք անկախ պետության վստահում են եւ համագործակցում են։ Ինքնիշխան հզոր պետության հետ են հաշվի նստում։ Սիրելի քաղաքացիներ, գնահատեք պետականությունը, պահպանեք այն, ամրապնդեք այն, եւ մենք միասին կշարունակենք զարգացնել, հզորացնել մեր Հայաստանի Հանրապետությունը։